Ողջույն, այս հաղորդմանը կանադառնանք 3 թեմայի։ Նախ կխոսենք Հայաստանում ընդդիմության նկատմամբ իշխանությունների բռնաճնշումների տնտեսական ազդեցության մասին։ Այնուհետև կանադառնանք Հայաստանից ապրանքների ներմուծումն արգելելու Ռուսաստանի որոշմանն ի պատասխան Հայաստանում անցկացված բողոքի ակցիաներին եւ հաղորդումը կեզրափակենք բանակում ոչ մարտական պայմաններում մահվան վերջին դեպքով եւ կխոսենք խնդրի շուրջ մեր երկրում առաջացած հանրային մեծ վրդովմունքի մասին։ Նախ եկեք անդրադառնանք ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների տնտեսական ազդեցությանը։ Այդ բռնաճնշումներին մենք ականատես ենք եղել թե ընտրություններից առաջ եւ թե հետո։ Սկսենք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից։ Նախ եւ առաջ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունները նրանից բռնագրավել են Արարատ ցեմենտ գործարանը, որը Հայաստանում ցեմենտի ամենամեծ գործարանն է։ Այս պահին այն ղեկավարում են պետության նշանակած կառավարիչները։ Ծառուկյանի մյուս բիզնեսների մեծ մասը բռնագրավվել է կամ կասեցվել է դրանց գործունեությունը, այդ թվում նրա խաղատան, կոնյակի գործարանի եւ ավտոմեքենաների վաճառքի կետերի։ Սրա հետևանքով փաստացի մոտ 7000 մարդ զրկվել է աշխատանքից։ Ծառուկյանը ձերբակալվել է նաեւ 2019 թվականին հարկերից խուսափելու մեղադրանքով, որը ըստ էության ավելի ուշ վերացվել է։ Հիմա անդրադառնանք Սամվել Կարապետյանին, որի հիմնադրած կուսակցությունը Ուժեղ Հայաստանը փաստացի անցել է խորհրդարան, իսկ նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացվել է։ Կարապետյանն այժմ տնային կալանքի տակ է այնպիսի մեղադրանքներով, որոնք երբեք չեն հրապարակվել։ Ինչ կարող ենք ասել այս ամենի մասին։ Իրականությունն այն է, որ եթե բավականաչափ խոր ուսումնասիրվեն վերջին 30 տարիներին Հայաստանում որևէ հայտնի հարուստ անձի հաշվապահությունը կամ նրա գործողություններն իրավական տեսանկյունից, ապա փաստացի կգտնվեն որոշ բաներ, որոնց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել։ Սա այն միջավայրն է, որտեղ այս մարդիկ գործել են, եւ մեծ մասամբ այն միջավայրն է, որը նրանք իրենք են ստեղծել։ Այնպես որ կասկած չունեմ, որ կառավարությունն իրականում կգտնի ինչ-որ բաներ այս գործընթացում պարոն Կարապետյանի եւ պարոն Ծառուկյանի դեմ օգտագործելու համար։ Նույն հաջողությամբ դրանք կգտնեին, եթե անկեղծորեն ուսումնասիրեին այս կառավարությանը սատարող օլիգարխների հաշվապահությունը եւ հավանաբար նրանց կարող են հետապնդել դրա համար, երբ ցանկանան։ Հետաքրքիրն այն է, որ երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանին հարցրին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ պարոն Ծառուկյանի կուսակցության ձայների շնորհիվ նա վարչապետ դարձավ, Փաշինյանը պատասխանեց, որ պարոն Ծառուկյանն օլիգարխ չէ, այլ գործարար։ Այսինքն կարելի է ենթադրել, որ եթե աջակցում ես կառավարությանը, ուրեմն դու գործարար ես, իսկ եթե դեմ ես, ապա օլիգարխ ես։ Այս ամենը պետք է հասկանալ իր համատեքստում, այսինքն չեմ կարծում, թե կլինի մեկը, որը չի համաձայնի, որ այս մարդկանց հետ այս ամենը տեղի չէր ունենա, եթե նրանք քաղաքական հայտ չներկայացնեին։ Իրականությունն այն է, որ այս ամենի հիմքում կան կառուցվածքային խնդիրներ, որոնք կարող են արդարացնել այդ ընկերությունների ազգայնացումը, մասնավորապես հեծի դեպքում, քանի որ պետք է ստեղծենք ավելի արդիական ցանց, որն ավելի բարենպաստ պայմաններ կապահովի վերականգնվող էներգիայի օգտագործման համար։ Այսպիսով ազգայնացումը միշտ չէ, որ անընդունելի է, բայց երբ այն ստվերում է վրեժխնդրության քաղաքական համատեքստը, դրա ազգայնացմանը կողմ փաստարկները շատ ավելի քիչ լեգիտիմ են դառնում։ Գիտեք, երբ քննարկում ենք նման թեմաներ, հարցերից մեկը, որը երբեք չի տրվում, բայց պետք է տրվի առաջին հերթին, հետևյալն է. իսկ որքանով է սա ծառայում ազգային շահերին։ Համակարգը, որը թույլ է տալիս բիզնեսները բռնագրավվել առանց պատշաճ գործընթացի կամ քաղաքական նպատակներով, սխալ ուղերձ է հղում հաշվի առնելով այն, որ մենք ցանկանում ենք բիզնեսներ բացել Հայաստանում եւ ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել։ Եթե մենք ցանկանում ենք դառնալ Եվրոպա, ինչպես պնդում է այս կառավարությունը, ապա այն չպետք է դատական համակարգը զենք դարձնի իր սեփական քաղաքական նպատակների համար։ Եթե ցանկանում ենք դառնալ Եվրոպա, ապա չպետք է բռնագրավենք մարդկանց ունեցվածքը առանց պատշաճ դատավարության, միայն այն պատճառով, որ նրանք պայքարում են իշխանության համար ու փաստացի դեմ են դուրս եկել գործող իշխանություններին։ Եվ վերջապես, եթե մենք ցանկանում ենք դառնալ Եվրոպա, ապա պարզապես չպետք է գործազուրկ դարձնենք 7000 մարդու, որոնց միակ մեղքն այն է, որ իրենց ղեկավարը որոշել է մասնակցել ընտրություններին։ Խնդիրն այստեղ պարոն Ծառուկյանը կամ պարոն Կարապետյանը չէ, այլ այն, թե ինչպիսի երկիր ենք մենք ուզում ունենալ։ Մենք օրենքի երկիր ենք ուզում, թե երկիր, որտեղ մեկ անձը կարող է լինել դատավոր, երդվյալ ատենակալ եւ դահիճ բոլորի համար, ոտնահարելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները։
Հիմա անցնենք հայկական ապրանքները Ռուսաստան արտահանելու արգելքի դեմ Հայաստանում տեղի ունեցած ցույցերին։ Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց մեծ ցույց արեցին ձկնաբույծները, որոնց արտադրանքը վերջինն է, որի ներմուծումը Ռուսաստանն արգելել է։ Հայաստանում արտադրվող ձկան եւ ձկնամթերքի 90%-ն արտահանվում է Ռուսաստան։ Մինչ այդ գյուղացիները փակել էին Երևան-Երասկ ճանապարհը, որը Հայաստանից Իրան տանող հիմնական ճանապարհներից մեկն է։ Լոլիկ մշակները փակել էին ճանապարհը ի նշան բողոքի, քանզի իրենց բերքը, որն աճեցնում են նաև ջերմոցներում, չեն կարողանում արտահանել Ռուսաստան։ Լոլիկն այս երկրի արտահանվող հիմնական ապրանքներից է։ Ձկնարտադրության ոլորտում Եմեն նոր է բացել իր շուկան մեզ համար, բայց դա հեշտ անցում չէ։ Իսկ մրգերի եւ բանջարեղենների հարցում գիտեմ, որ դեպի Եմը արտահանման անցումը կատարվում է, բայց գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Այս ամենը փաստացի հանգեցրեց նրան, որ հեռախոսազրույց տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում վարչապետը պնդեց, որ այս արգելքը խախտում է Եվրասիական միության օրենքները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը պնդեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջև։ Իրականում սա բարդ հարց է։ Եթե մեր կառավարությունը պատրաստ չէ խոշոր գումարներ վճարել հայ ֆերմերներին կամ ձկնաբուծարաններին, կարճաժամկետ հեռանկարում շատ դժվար է լինելու փոխհատուցել ռուսական շուկայի կորստի առաջացրած վնասի դիմաց։ Այժմ անցնենք հաղորդման վերջին թեմային։ 20-ամյա հայ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հանրային զայրույթի ալիք է առաջացրել Հայաստանում, վերստին բորբոքելով երկրի զինված ուժերում բռնության, ձեդովշինայի եւ հաշվետվողականության վերաբերյալ վաղուց գոյություն ունեցող մտահոգությունները։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ ձերբակալվել են Թորոսյանի երկու ծառայակիցները՝ կրտսեր սերժանտ եւ մեկ շարքային, որոնք ավելի ուշ կալանավորվել են անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Հուլիսի 23-ին հայաստանյան քաղաքասարակության ավելի քան 20 կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին, պնդելով, որ Թորոսյանի մահն արտացոլում է համակարգային խնդիր, այլ ոչ թե մեկ առանձին դեպք։ Գիտեք, Հայաստանում շատ ծնողների ամենամեծ մղձավանջն այն է, որ 18 տարի որդի են մեծացնում, հետո նրան հանձնում ոչ կոմպետենտ մարդկանց, որպեսզի նրանք էլ արժանանան Նարեկի ճակատագրին։ Հիմա երկրից արտագաղթում են հիմնականում տղա երեխա ունեցող ծնողները, որոնք չեն ուզում, որ իրենց որդին բանակում հայտնվի նույն իրավիճակում, ինչպես շատերը, եւ տառապի դրա հետևանքով։ Սա կրկին չի նշանակում, որ բանակում չկան լավ հրամանատարներ, որոնք իսկապես հոգ են տանում իրենց զորքի մասին եւ պաշտպանում են նրանց։ Եվ այստեղ խնդիրը նրանք չեն։ Իրականում խնդիրն այն է, որ բանակում դեռ չափազանց շատ ոչ կոմպետենտ մարդիկ կան, որոնց պատճառով էլ թերևս փաստացի ունենք այսօրվա պատկերը։ Իրականում բանակում չկա հաշվետվողականության համակարգ այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար։ Գիտեք, այստեղ ավելի մեծ համատեքստ կա, որը պետք է հասկանանք։ Նախ եւ առաջ աշխարհում չկա որևէ բանակ, որտեղ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր չեն լինում։ Բանակի բնույթն է պարզապես այդպիսին, եւ մահվան դեպքերը հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել։ Բայց գիտեք, այս տարվա առաջին 6 ամիսներին մենք կորցրել ենք 30 զինվոր։ 1 տարի առաջ 35, իսկ դրանից 1 տարի առաջ էլ 36-ը։ Եթե ուզում եք հասկանալ այս 101 մահերը, պետք է հասկանանք, որ դրանց հետևում կան հարյուրավոր խեղված ընտանիքներ։ Անկեղծ ասած, այս թվերը չափազանց մեծ են մեր բանակի համար։ Մահվան այս դեպքերի մեծ մասը երկու պատճառով է տեղի ունենում։ Սովորաբար դա ճանապարհատրանսպորտային պատահարներ են, երբ պատանիներն են փաստացի վարում զինվորներին տեղափոխող մեծ ավտոմեքենաները։ Մյուսը ինքնասպանություններն են, որոնց պատճառը բանակում դեռ առկա ձեդովշինայի մշակույթն է։ Հիմա ինչպես ենք վերացնելու այս խնդիրները։ Գիտեք, նման համակարգում պատասխանատվության բազմաթիվ շերտեր կան։ Առաջինը հենց բանակն է, որի համակարգերը անկեղծ ասած ձախողվել են եւ դրանց վստահել չի կարելի։ Երկրորդը խորհրդարանն է։ Ընտրված պաշտոնյաների գործն է զբաղվել այս հարցերով։ Այս դեպքում դա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի գործն է։ Նրանք պետք է լսումներ անցկացնեն այս թեմաներով։ Նրանք պետք է պաշտպանության նախարարին հարցախեղ տանեն այս թեմաներով։ Սակայն անկեղծ ասած չպետք է հույսեր կապել այս հանձնաժողովի կամ այս անձանց հետ, քանզի Անդրանիկ Քոչարյանը նույն մարդն է, որը փաստացի թաղեց 2020-ի Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած հանձնաժողովի զեկույցը, որպեսզի հանրությունը չիմանա բոլոր մանրամասները կամ այդ պատերազմի ընթացքում թույլ տրված սխալները։ Դա նույն Անդրանիկ Քոչարյանն է, որին երբ հարցրին, թե ինչու իր որդին չի ծառայում բանակում, պատասխանեց, թե չափազանց խելացի է բանակում ծառայելու համար։ Ուստի մենք նրանից
շատ բան չենք կարող ակնկալել։ Ինձ ոգևորում է այն, որ առաջին անգամ հրապարակայնորեն կամ առաջին անգամ մեծ մասշտաբով քաղաքասարակության ավելի քան 20 կազմակերպություն հանրային ճնշման արշավ է իրականացնում։ Միավորել է այս խնդրի մասին գրելու համար եւ պահանջում է, որ փոփոխություն տեղի ունենա պետական կառույցների հաշվետվողականության հարցում։ Եթե իսկապես ուզում եք զբաղվել այս խնդրով, ապա դա հնարավոր չէ անել բանակի հետ։ Անհրաժեշտ է անկախ օմբուդսմենի գրասենյակ, որը նման իրավիճակում ըստ էության կպաշտպանի զինվորների իրավունքները։ Պաշտպանության ոլորտն իր բյուրոկրատիայով մեծապես կընդդիմադրի դրան, ինչպես որ նույնը կանի ցանկացած այլ ոլորտ, քանզի ոչ ոք չի ցանկանում, որ անկախ գործիչները քննեն իր թույլ տված սխալները։ Բայց ես կմեջբերեմ ֆրանսիացի մի հայտնի պետական գործչի, որն ասել է, որ պատերազմը չափազանց կարևոր է, որպեսզի այն թողնվի գեներալների հայեցողությանը։ Եթե մենք լուրջ ենք տրամադրված եւ ունենք քաղաքական կամք, ապա այս խնդիրը կարող է լուծվել։ Խնդրի հիմքում հաշվետվողականության այդ մշակույթի պակասն է։ Եվ եթե մենք իսկապես ուզում ենք լուծել այս խնդիրը, մեզ անհրաժեշտ է լիակատար թափանցիկություն ապահովելով, որ հանրությունը տեղյակ լինի խնդիրը լուծելու համար իրականացվող բարեփոխումների եւ փոփոխությունների յուրաքանչյուր քայլի մասին։ Վերջին հաշվով այս ամենի պատասխանատվությունը կրում է մեր պաշտպանության նախարարը, եւ մենք պետք է սահմանենք այդ պատասխանատվության սահմանները։ Նա պաշտոնավարում է 5 տարի եւ չի կարողացել լուծել այս խնդիրը։ Հետևաբար, կամ նա պետք է մշակի հանրության վստահությունը վայելող ծրագիր խնդիրը լուծելու համար, կամ ժամանակն է, որ հրաժարական տա։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ No.